այս վերջին շաբաթը ինձ համար առանձնացավ երկու հարցազրույցով։ Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազի եւ ազգային անվտանգության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարի հարցազրույցներով։ Արտուր Դավթյանը Նիկոլի հանցակիցներից մեկը հարցազրույց է տալիս եւ ի պատասխան Արտուր Վանեցյանի հայտարարությունների, որ եթե ես 2019 թվականին իր պաշտոնավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանին ձերբակալել դատախազությունը խոչընդոտելու էր այդ process-ին, մոտավորապես եմ մեջբերում, հայտարարում է ընդդիմադիր դարձած արդեն Արտուր Դավթյանը, որ եթե ազգային անվտանգության ծառայությունը ինձ ներկայացներ հիմքեր, ինքը Փաշինյան Նիկոլին կձերբակալեր, դատախազությունը Փաշինյան Նիկոլին կձերբակալեր։ Այսինքն ամիսներ շարունակ, տարիներ շարունակ Փաշինյան Նիկոլը իրականացրել է բազմաթիվ հանցագործություններ, կոծկել է բազմաթիվ հանցագործություններ, հիմա այս երկու ինստիտուտների ներկայացուցիչները մեկը մյուսի վրա են գցում, թե ինչու օրինակ մինչև պատերազմը կամ պատերազմի ընթացքում չի ձերբակալվել Փաշինյան Նիկոլը։ Մինչ այդ էլ ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ Արտուր Վանեցյանը ասում էր, որ Հայաստանի Հանրապետությունում վարչապետին ձերբակալելու ու կալանավորելու այդպիսի ինստիտուտ գոյություն չունի։ Մի անգամ էլ ասաց, որ եթե Փաշինյան Նիկոլի ռեյտինգը շատ բարձր է եղել, եթե Փաշինյան Նիկոլին ձերբակալեին, Հայաստանի Հանրապետությունում հուզումներ կսկսվեին։ Եվ այս մոտեցումները սա պետական պատկան մարմինների մոտեցումներն են, որովհետև սա հանրապետություն չէ, սա սուլթանատ է, որտեղ սուլթանը կարող է իր աշխատավայրում մարդ ուտել, բայց մնալ անպատիժ։ Դավթյան Արտուր, դու ասում ես, եթե հիմքեր ներկայացվեին, դու կձերբակալեիր երկրի ղեկավարին։ Ինձ մի բան է հետաքրքրում, դու աշխատավարձով ապրող դատախազ ես եղել մինչև 18 թվականից հետո։ Ինչ որ բան ինձ հուշում է, որ դու չոր աշխատավարձով չես ապրել։ Ինչ որ մի բան ինձ հուշում է, որ քեզ որպես գլխավոր դատախազի, թե Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, թե Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին, քեզ որպես գլխավոր դատախազի ծրարներով, որպես աշխատավարձ նաև հավելյալ գումար է վճարել երկրի ղեկավարը։ Ինչ որ մի բան ինձ հուշում է։ Եվ այս հանցավոր պրակտիկան արվել է նրա համար, հարգելի բարեկամներ, տեսեք, այս մարդիկ ոչ թե դատախազի օրինակ աշխատավարձը բարձրացրել են, այլ ցածր եղել դատախազի աշխատավարձը, համեմատաբար այդ պատասխանատվության, որը ստանձնել են, բայց ծրարով փողեր են տվել, այս պրեցեդենտը տարբեր պաշտոնների նկատմամբ է եղել, ինչի որպեսզի կարողանան կառավարելի դարձնել գլխավոր դատախազի կամ ազգային անվտանգության ծառայության կամ այլ պատկան կարևոր մարմինների ղեկավարների աշխատանքը, գործունեությունը։ Հիմա եթե դու, իսկ ես շատ կզարմանամ, եթե այդպես չլիներ, եթե դու աշխատավարձով ապրող մարդ չես եղել, աշխատավարձով ապրած պաշտոնյա չես եղել, դու ինչպես պիտի ձերբակալեիր քեզ վճարած կամ թույլ տված ղեկավարին փող աշխատելու, փող գարփելու, փող լափելու, ինչպես դու պիտի ձերբակալես Սերժ Սարգսյանին, ինչպես դու պիտի ձերբակալես Փաշինյան Նիկոլին, եթե Հայաստանի Հանրապետությունում եղել է այդ պրեցեդենտը, ինչպես, ինչու եք շարունակում դուք մոլորեցնել ժողովրդին, ինչու եք շարունակում դուք ոչխարի տեղ դնել, առանց այդ էլ այս վիճակում հայտնված ժողովրդին, ինչու։ Ինձ մի անգամ, անունը բնականաբար չեմ կարող նշել,
ազգային ժողովի նախկին падգամավորներից մեկը ինձ մի անգամ ասաց, որ դու գլխավոր դատախազներին այդպիսի ավանդույթ է եղել ծրարով 50-60 հազար դոլար ամսեկան տալը։ Հիմա այս ավանդույթի մեջ գտնվող դատախազը ինչպես կարող է գործել օրենքի սահմաններում։ Երբ օրենքը խախտելու այդ գեներացիան տեղի է ունենում առաջին հերթին երկրի ղեկավարի կողմից։ Երկրի ղեկավարն է թույլ տալիս, որպեսզի օրենքները զանգվածաբար խախտվեն։ Ու հիմա դուրս ես եկել, ինչի մասին ես խոսում դու։ Բայց վաղ թե ուշ այս հանցագործությունների համար, այս հանցագործությունները կոչկելու համար դուք կանգնելու եք դատարանի, դուք կանգնելու եք դատաստանի առաջ։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին պաշտոնակատարը Միքայել Համբարձումյանը հարցազրույց է տալիս News AM-ին, որի ողջ ընթացքում, այդ հարցազրույցի ողջ ընթացքում կարմիր թելի պես, որպես ռեֆրեն գնում է հետևյալ միտքը, որ Փաշինյան Նիկոլը իրականացրել է առերևույթ հանցագործություններ եւ այդ հանցագործություններում նաեւ այդ հանցագործությունների իրականացման գործընթացում նաև իր մեղքը հանցակցությունը ունի ազգային անվտանգության ծառայությունը։ Ողջ ընթացքում սա է, սրա մասին է ուղիղ, ոչ ուղիղ խոսում ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատարը։ Ռազմական մեծամասշտաբ հանցագործություններ են տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության նկատմամբ։ Հոկտեմբերի 10-ի հրադադարն է խախտվել։ Այդ գործը չի քննվում պարլամենտում, հասկանում եք, հարգելի բարեկամներ։ Գիտենալով հանդերձ, որ երկիրը վարի է գնում, այս մարդիկ խախտում են հրադադարը։ Պարզ է, չէ՞ ինչի համար են խախտել հրադադարը, որպեսզի ամբողջապես վարի տան։ Թե պատերազմը, թե ընթացքը, թե երկիրը, թե դիմադրությունը, դիմադրողականությունը ազգի։ Եվ հասցնեն ռազմական գործողությունները իրենց ուզած տրամաբանական ավարտին։ Եվ այսպիսի մեծամասշտաբ հանցագործությունների հետ բազմաթիվ հարյուրավոր մանր-մունր հանցագործություններ, որի մեջ կամ հատախված է եղել ազգային անվտանգության ծառայությունը, կամ անուղղակի մասնակից եղել թույլ է տվել, որ այդ ամենը տեղի ունենա։ Այսինքն թիվ 1 պատասխանատուն է։ Եվ այս ամենը հասկանալու համար 7 դիպլոմ պիտի չունենաս, 10 ինստիտուտ պիտի ավարտած չլինես։ Ազգային անվտանգության ծառայության ուղղություններից մեկը, ֆունկցիաներից մեկը հանցավորության դեմ պայքարն է, որը ամբողջապես ձախողել են, ամբողջապես։ Կազմակերպել են դավադրություններ հայ ազգի նկատմամբ, 16 թվի ՊՊՑ գնդի գրավումը տեղի է ունեցել ազգային անվտանգության ծառայության կողմից կազմակերպված։ Ինձ մի անգամ մի սպա պատմեց, թե ինչպես էին այդ 16 թվականի հուլիսից առաջ ուղղակի այն անձինք, ովքեր հետագայում մասնակցեցին, իրականացրեցին գնդի գրավումը, որոնք եղել են ամբողջությամբ հսկողության տակ ազգային անվտանգության ծառայության եւ հանկարծ մի քանի շաբաթ այդ օպերացիայից առաջ հանվում է բոլոր տեսակի հսկողությունները, նարուշկա կոչվածները։ Դու սրա մասին տեղյակ չես եղել, Միքայել Համբարձումյան։ Դու տեղյակ չես եղել, որ այդ խմբավորման բոլոր ներկայացուցիչների նկատմամբ անհատական եղել է հսկողություն, բայց հետո հանվել են դրանք։ Դու տեղյակ չես եղել։ Դու տեղյակ չես Ալիևի այն հայտարարության, որ ասում է, երբ բանը գալիս հասնում էր հողերը հանձնելուն Հայաստանի Հանրապետության իշխանությունները կազմակերպում էին գնդի գրավում, կազմակերպում էին հեղափոխություն։ Դու չես լսել։ Երբ Փաշինյան Նիկոլը 18 թվականին Գյորգի Կուտոյանին շնորհակալություն էր հայտնում վերջին փողոցային շարժման ժամանակ հնարավորինս անելու համար, դու այդտեղ չէիր, Միքայել Համբարձումյան, դու այդտեղ չէիր։ Դու Փաշինյան Նիկոլի դեմը վերընկած չէիր։
որտեղ ինքը բաց խոսում է, որ այս ամենը կազմակերպվել է ԱԱՑ-ի կողմից եւ հետո պիտի բարձվեր նաեւ, որ Փաշինյան Նիկոլը շրջապատված է եղել ազգային անվտանգության ծառայության գործակալներով։ Ու հետո այդ գործակալները դարձան Բիրդան աղեք։ 21 թվականին Արթուր Վանեցյանը հարցազրույց է տալիս 168-ին, ասում է տանում էինք տեղեկատվները, դնում էինք թե ինչ է անում Փաշինյան Նիկոլի կողմնակիցները, ինչ կոռուպցիոն գործարքների մեջ, ասում եք տեղեկատվները վերցնում, բարի ուղիղ իմաստով կոծկում էր։ Դնում էր դարակները, որ ստիպել է ազգային անվտանգության ծառայությունը շարունակի այդ վատ ավանդույթը, գաղտնա լսել բոլորին եւ ինչի արդյունքները այսպես ասած մենք հիմա տեսնում ենք։ Եվ սա ԱԱՑ-ի կողմից է կազմակերպված եղել։ Ու դու այսքան բանից հետո հաղորդման վերջում ասում ես ինչ որ մարդիկ կան, ուզում են հայտարարում են, ուզում են ներկայացնեն, թե ազգային անվտանգության ծառայության գործակալ լինելը այիբ է։ Բա այս հանցավոր կազմակերպության գործակալ լինելը ինչ է։ Միքայել Համբարձումյան, այիբ չէ։ Այսինքն ես մի բան եմ ուզում հասկանալ։ Դուք ամորալ դեբիլ եք, թե ձեզ եք դրել ամորալ դեբիլի տեղ։ Ես ուզում եմ հավատալ, որ այնուամենայնիվ դուք ձեզ դրա տեղն եք դրել, այլ ոչ թե այդպիսին եք։ Եթե այսքան հանցագործություն է տեղի ունեցել ազգային անվտանգության ծառայության կողմից ԱԱՑ գործակալ լինելը այիբ չէ։ Եթե այսքան հանցագործություն է տեղի ունեցել ազգային անվտանգության ծառայության կողմից մարդիկ տարիներ շարունակ ընդդիմադիր գործունեություն են ծավալել, բանից պարզվում է ինքը գործակալ է, ասում է գործակալների ծածկանուններով են դիմում։ Բա ինչով դիմենք Արարատ Միրզոյանին, Արարատ Սամվելովիչ դիմենք, Արարատ Սամվելովիչ դիմենք, թե գործակալ Օմեգա։ Դուք կարող եք տանել Արարատ Միրզոյանին դնել ձեր կազմակերպության պատակոնիկին եւ առավոտից երեկո պարոն Արարատ Սամվելովիչ ասել, բայց ժողովրդի համար Արարատ Սամվելովիչը գործակալ Օմեգա է։ Եվ Արարատ Սամվելովիչի պես հարյուրավոր մարդիկ կան, ովքեր եղել են քրեական հեղինակություններ, եղել են դատավորներ, եղել են ժուրնալիստներ, եղել են խմբագիրներ, եղել են ընդդիմադիր քաղաքական գործիչներ, ովքեր առավոտից երեկո Սերժ ու Ռոբերտ են քրվել, հիմա էլ Նիկոլ Փաշինյան են քրվում, բայց բանից պարզվում է ձեր գործակալներն են։ Պղծում են հանրային մթնոլորտը, պղծում են այս հողը, մոլորեցնում են մարդկանց։ Բա սա այիբ չէ Միքայել Համբարձումյան։ Դու քո զավակին կթողնեիր դառնալ ազգային անվտանգության ծառայության գործակալ։ Դու կթողնեիր, եթե մի օր քո զավակը, չգիտեմ, ունես չունես, քո երեխան գա եւ ասի պապա, գիտես ինչ կա, ես դարձել եմ ազգային անվտանգության ծառայության գործակալ, դու կուրախանաս դրանից։ Այս ազգային անվտանգության ծառայության գործակալը։ Եթե քեզ ասեին, որ Արգիշտի Քյարամյանի ինստիտուտը կամ Միքայել Էդուարդ Մարտիրոսյանի ղեկավար ժամանակահատվածում քո զավակին բան են արել, հավաքագրել են եւ մտցել են կեղտոտ խաղերի մեջ, դու կուրախանայիր, չէ՞։ Չէիր ուրախանա, որովհետեւ գիտես դա ինչ է։ Ու հիմա այսքան բանից հետո դու ուզում ես ասել, որ ԱԱՑ գործակալ լինելը դա այիբ չի։ Միքայել Համբարձումյան, հա։ Հայաստանի Հանրապետությունում, հարգելի բարեկամներ, քաղաքականությունը որոշվել է, ինչպես մի անգամ Շանթ հեռուստաընկերության եթերում անալոգիա բերեցի միջնադարյան Իսպանիայի հետ Կամարիլիայի ներկայացուցիչների կողմից, դա Կամարիլիան դա սենյակ էր, այսպես, որտեղ հավաքվում էին ստվերային կամ ոչ ստվերային ղեկավարները որոշումներ են կայացնում, Հայաստանի Հանրապետության պարագայում կարելի ասել կապտյորկա։ Հայաստանի Հանրապետության սենյակը ոսկեղենիկ հայերենով ասած կապտյորկան է։ Եվ այդ կապտյորկայի ներկայացուցիչները իրենց որոշածը իրականացրել են մեծամասամբ ազգային անվտանգության ծառայության միջոցով։ Այս բոլոր հանցագործությունների հիմքում այդ հիմնարկն է։ Ղուկասի 8-րդ գլխի 17-րդ մասում
որովհետև ծածուկ բան չկա, որ չհայտնվի, եւ ոչ թակուն բան, որ չիմացվի եւ չհայտնվի։ Ամեն գաղտնի բան, ամեն հանցավոր բան վաղ թե ուշ դառնալու է հրապարակային։ Միքայել Համբարձումյան, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեններ, Արթուր Դավթյան, Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազներ, ամեն ծածուկ հանցագործ բան գրված է Սուրբ գրքում։ Դառնալու է հայտնի։ Կպահեք 1 օր, կպահեք 10 օր, կպահեք 1 տարի, բայց կգա ժամանակ, եւ Հայաստանի Հանրապետությունում դատախազը փաստաթղթերով կմտնի հանրային հեռուստանգերություն եւ ժողովրդին կներկայացնի այն դավադրությունը, որը տեղի է ունեցել հայ ազգի նկատմամբ։ Հայի միջոցով տեղի է ունեցել հայ ազգի նկատմամբ։ Անուններով, ազգանուններով, փաստերով կգա ժամանակ, հարգելի բարեկամներ, երբ Հայաստանի ղեկավարը բարձր ամբիոնից կներկայացնի ամբողջ աշխարհին, թե ինչ դավադրություն են իրականացրել հայերը, ընդհանրապես, մասնավորապես հայերի նկատմամբ, այդ օրը կգա։ Կներկայացվեն փաստեր, որը ընդամենը պետք է ընդունել։ Փաստերի դեմ չի կարող ոչ մեկը կռիվ տալ։ Ինչ եք անելու այդ ժամանակ։ Ինչ եք անելու։ Ներողություն եք խնդրելու։ Միքայել Համբարձումյանը ասում է, ազգային անվտանգության ծառայության սպաները դե չեն կարողանում դուրս գալ, որովհետև աշխատանքի տեղավորման հետ կարող է, ես մոտավորապես եմ մեջ բերում, խնդիրներ կարող է առաջանալ, նաև հիպոթեքներ ունեն։ Միքայել Համբարձումյան, ազգը, ժողովուրդը, սովորական քաղաքացիները կրակն են ընկել, որ ազգային անվտանգության ծառայության սպաները հիպոթեք ունեն։ Մարդիկ կրակն են ընկել ԱԱՑ սպաների հիպոթեքների ձեռքը, որ այսպիսի բաներ են տեղի ունենում։ Այս Վարդան Ղուկասյանը ասում է, երկիրը իր կարծիքով պետք է անդամակցի Ռուսաստան, Բելորուս միությանը, գործ են հարուցում դրա համար։ Շատ լավ, շատ լավ։ Բայց այդ դեպքում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչածի նկատմամբ ինչ պիտի հարուցվի Միքայել Համբարձումյան, գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, գլխավոր դատախազ Անահիտ Վարդապետյան, ինչ պիտի հարուցվի։ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչածի նկատմամբ ինչ պիտի հարուցվի։ Եթե մի դեպքում գործ է հարուցում, մյուս դեպքում պիտի այդ մարդուն ոտից կախեն հրապարակում։ Այն դեպքում, երբ ճանաչում է 91 թվականի փաստաթղթերով, այսինքն օֆիցիալ ընդունում է, որ այն մարդիկ, ովքեր կռիվ են տվել, ծառայել են այդ կողմերում, եղել են օկուպանտ խուժաններ, այդ մարդկանց նկատմամբ ինչ պետք է հարուցվի։ Եթե մարդը ասում է Ռուսաստան, Բելորուս միությանը կողմ եմ։ Այդ դեպքում այն մարդիկ, ովքեր նախաձեռնություն են կազմել, երբ ստորագրը հավաք էին իրականացնում Եվրամիությանը անդամակցելու համար, այդ մարդկանց նկատմամբ ինչ պետք է կազմվի։ Թե Եվրամիության մեջ մտնելը սուվերենության խախտում չի։ Ռուսաստան, Բելորուս միությանը անդամակցելը սուվերենության խախտում է։ Հնարավոր չէ այս հարաբերություններով այս պետությունը շարունակի իր գոյությունը, ինքը չի կարող։ Այս կրկնակի, ավելի ճիշտ երկակի ստանդարտները քանդում են ուղղակի ամեն ինչը ներսից։ Վերջնականապես քանդում են։ Եթե վաղը մյուս օրը ասենք Ավինյան Տիգրանը հայտարարի, որ Հայաստանը պիտի անդամակցի թուրքական պետությունների կազմակերպությանը, դուք գործ կհարուցեք։ Իհարկե չեք հարուցի, որովհետև դուք օրենքը, իրավապահ համակարգը օգտագործում եք, ամբողջությամբ մտցրել եք ձեր տակ եւ օգտագործում եք ըստ նախասիրության։
25 միլիարդ դրամ մսխելու, կորելու արիթով ոչ մեկ պատժված չի։ Առերևույթ այդ ծանր հանցագործ մեծամասշտաբ, այդ ծանր մեծամասշտաբ տնտեսական հանցագործության հետ բոլոր փաստերը խոսում են նրա մասին, որ կապ է ունեցել Երևանի քաղաքապետը։ 25 միլիարդ դրամ, պատկերացնում եք, հարգելի բարեկամներ։ Մեկը 10,000 դրամ կաշառք միտեղ վերցնի, մի մոլորված գետնին պարկեսնելով, բան անելով կգան կտանեն, եթե իրենցից մեկը չի։ Տեսեք ինչեր են սրանք անում։ Տեսեք ինչեր են սրանք անում։ Տնտեսական հանցագործությունների դեմ եք պայքարել դուք, Միքայել Ամբարձումյան։ Ես իշքան գիտեմ, ձեր հարազատներից մեկը եւս կապ ունի այս փողերի վատ նման հետ։ Իշքան գիտեմ։ Ամեն թակուն բան դառնում է հայտնի, հարգելի բարեկամներ։ Փաշինյան Նիկոլը ստեղծում է ներհասարակական կոնֆլիկտներ։ Հիմա տեսեք եկեղեցու հետ կապված կոնֆլիկտ է սկսել։ Եվ այդ կոնֆլիկտի մեջ Փաշինյանը կոնֆլիկտային մարդ է, դա իր տարեշքն է։ Ինքը փորձում է այդ կոնֆլիկտում կայանալ, մշտապես։ Իր ողջ կյանքն է եղել դրա վերաբերյալ։ Բայց Փաշինյան Նիկոլը կոնֆլիկտ չի ունեցել նախկին ռեժիմի հետ, որովհետև ինքը եղել է նախկին ռեժիմի մարդը։ Եվ դա ցույց է տալիս Փաշինյան Նիկոլի նաև գործողությունները։ Ոչ մի մարտակեր, սրիկա, իրենց հրճակած թալանչի չի պատժվել։ Ընտրությունները կեղծելուց էր խոսում, մարտի 1-ից էր խոսում, հոկտեմբերի 27-ից էր խոսում։ Ոչ մի բան չկա։ Ոչ մի բան։ Այդ մարդիկ ինչպես լավ էին զգում իրանց, այդպես էլ լավ են զգում մինչև հիմա։ Ու այդ հասարակական պահանջը չի ձևավորվում, Փաշինյան Նիկոլ։ Ինչով է պայմանավորված այդ մարդկանց ազատության մեջ լինելը, ինչով։ Հիմա ստեղծել է եկեղեցու այդ կոնֆլիկտ, ինքը կայանում է հիմա էլ եկեղեցու կոնֆլիկտի ֆոնին։ Կուսակրոնության ուխտի խախտման դեմ է խոսում Փաշինյան Նիկոլը։ Ու չեն ասում, եթե դու կուսակրոնության ուխտը խախտելը քեզ համար որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդի, որպես քրիստոնյա, ես կասկածում եմ, որ դու քրիստոնյա ես, քրիստոնյա չի կարող այսքան ստահակ լինել, այսքան ստոր լինել։ Դու քրիստոնյա չես, Փաշինյան Նիկոլ։ Դու եթե քրիստոնյա լինեիր, հակաքրիստոնեական, քրիստոնեությունը ծաղրող տարերի չէիր կարող նշանակել նախարարներ, աշխատակազմի ղեկավար։ Ուղղակի հիմա պետք է լինել քրիստոնյա, կլինես քրիստոնյա, վաղը պետք է լինել բուդդիստ, կլինես բուդդիստ։ Այն մյուսօրը պետք է լինել սոցիալ-դեմոկրատ, կլինես սոցիալ-դեմոկրատ։ Մեկ շաբաթ հետո պետք է լինել հոմոսեքսուալ, կլինես հոմոսեքսուալ, հասկանում ես, դու քրիստոնյա չես, դու ուղղակի մտնում ես թրենդի մեջ։ Բա ինչու ես Արայիկ Հարությունյանին դու նշանակել աշխատակազմի ղեկավար։ Բա ինչու ես Արսեն Թորոսյանին նշանակել սոցիալնախարար։ Ինչու։ Այդպիսի տարերին։ Այդ մարդը Սուրբ Գիրկը համեմատում է Շարլ Պերոյի քեքյատների հետ։ Դա նորմալ է քեզ համար, Փաշինյան Նիկոլ։ Բա եթե կարմիր գիծ է քեզ համար ուխտը խախտելը, Արգիշտի Քյարամյանի հայրը ըստ ամենայնի կոտայքի կուսակրոն քահանան է։ Եվ այդ կուսակրոն քահանան ոչ միայն զավակ ունի եւ զբաղեցնում է թեմի առաջնորդի պաշտոն, այլ նաեւ այնպիսի զավակ է մեծացրել, որը քաղաքացիներու մարդկանց է խոշտանգել, իր կաբինետում զոհված զինծառայողների ծնողների վրա է հարձակվել։ Ու սա խնդիր է, Փաշինյան Նիկոլ, եւ քեզ համար, եւ այն մարդու համար, ում դեմ դու պայքարում ես, Կաթողիկոսի համար։ Երկուսիդ համար էլ սա խնդիր է։
որովհետև դու քրիստոնյա չես։ Դու ուղղակի մտել ես թրենդի մեջ, ինչպես որ ժամանակին մտել ես թրենդի մեջ եւ ձևանում ես ուլտրա ազգայնական։ Դու ուլտրա ազգայնական չես, ուղղակի մտել ես դրա մեջ։ Հետո կամուֆլյաժը հակիցդ հանեցիր եւ հակար տրիկո։ Ավելի ճիշտ Ալիևը կամուֆլյաժը քո հակից հանեց եւ հագցրեց տրիկո։ Դու օրվա կուրսի հետ, Նիկոլ Փաշյան, օրվա կուրսի հետ։ Եվ այս ողջ գործընթացը ապահովում է քեզ համար իրավապահ համակարգը։ Իրավապահ համակարգը։ Ամեն թաքուն բան դառնում է գաղտնի։ Ամեն բան։ Մարդիկ փաստերով գլխավոր դատախազից կամ ազգային անվտանգության ծառայության տնօրենից, պատիվ ունեցող աֆիցերից, պատիվ ունեցող լսելու են, թե ինչ դավադրություն է իրականացվել հայ ազգի հետ նախկին սրիկաների եւ այս սրիկաների կազմակերպմամբ։ Որովհետև կեղտոտ գործ կար անելու Փաշինյան Նիկոլ եւ ընտրեցին ամենանենգ գործակալներին եւ ժողովրդի լեզվով ասած բոզերը գերակատարեցին։ Հարավային Կովկասում սահմանները փոխվել են, հայել կփոխվեն։ Հայել կփոխվեն սահմանները։ Ինձ դա չի հետաքրքրում, դա պատմական իրողություններ է, չի կարող Հարավային Կովկասի նման տարածաշրջանում սահմանները մնալ անխախտ։ 100 ամյակներով, բայց ինձ հուզում է միայն մեկ բան։ Երբ եք դուք կանգնելու դատարանի, երբ եք դուք կանգնելու դատաստանի առաջ, այդ դա է հուզում։ Երբ են ամբողջապես ջրի երես դուրս գալու այդ կեղծ հեղափոխության հետ կապված հանցավոր նյութերը եւ այն ռազմական հանցագործությունները, որ տեղի են ունեցել 44 օրերի ընթացքում։ Ում հրամանով է խախտվել։ Ում հրամանով է, ում ցուցումով է խախտվել հոկտեմբերի 10-ի հրադադարը։ Ազգային ժողովի ստահակ պատգամավորներ, ընդդիմադիր, 5 տարի դուք այս մասին լռեցիք։ 5 տարի դուք այս մասին լռեցիք։ Դուք պատասխանելու եք այն հարցին, թե ում ցուցումով եք, ում նկատմամբ կաշկանդվածության պատճառով եք լռել։ 5 տարի դուք լռեցիք, թե ինչպես է ստացվել, որ ազգային անվտանգության ծառայության գործակալները հեղափոխություն են իրականացրել այն ռեժիմի դեմ, որն իրենց հավաքագրել է։ 5 տարի դուք լռել եք, բայց դուք եւս ինքնախոստովանական ցուցմունքներով եք հանդես գալու եւ ներկայացնելու եք այդ ողջ հանգամանքները։ Ես մի անգամ մի լրագրողի հետ խոսեցի, ասում է դե մեզ 5-րդ ալիքի լրագրողի հետ նախքին ասում է դե մեզ չէին ասում, որ այս թեման ուղիղ ցուցում չկար, այս թեմայի մասին չխոսել, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա փակ թեմա է։ Որ դա փակ թեմա է։ Այդ թեմաները բացվելու են, որովհետև գրված է Սուրբ գրքում, այդպես։ Երանի այն օրը, երբ հայը կազատվի հայ ճիվաղներից, հայ սրիկաներից, տա Աստված այդ օրը բերի հայը, եթե ոչ թող այդ օրը բերի օտարը, թող օրհնյալ լինի այդ օրը, երբ այս խեղճ ու կրակ ժողովուրդը կազատվի այն ստահակներից, իշխանություն, դաշնակ, մաշնակ, այդ ովքեր մտել են դաշինքի մեջ հայ ազգի դեմ, երանի այդ օրը։ Եվ վերջում, Նիկոլ Փաշինյան, 2023 թվականի դեկտեմբերին, շատ եմ խոսել, 23 թվականի դեկտեմբերին, ջրում եք ժողովրդական լեզվով ասած Արցախում տրված $800 միլիոն վարկերը, ջրում եք։ 70% կառավարությունն է ստանձնում, 30% դուրս են գրում առևտրային բանկերը։ Ովքեր են այդ վարկային փաթեթի մեջ 10 ամենախոշոր վարկառուները։ Ինչու չես հրապարակում։
ամեն ինչը խախտել ես, ինչու չես հրապարակում։ Եվս մեկ ապացույց, որ դու Փաշինյան Նիկոլ, դու եւ քեզ իշխանության բերած ստահակները առ այսօր գտնվում եք մեկ օղակի մեջ։ Եվ այդ օղակը փլուզվելու է։ Այդ օղակը փլուզվելու է։ Վարկառուների անուններն էլ մարդիկ կիմանան, անպայման կիմանան։ Ես ձեր տիրոջն եմ։